Ողջույն սիրելի ընկերներ, այսօր խոսելու ենք 2026 թվականի հուլիս ամսվա կանխատեսումների մասին, որոնք վերաբերում են մեր շատ սիրելի կրակի նշանի ներկայացուցիչներին։ Սիրելիներս, սակայն մինչև հոլովակին անդրադառնալը կխնդրեմ բաժանորդագրվեք իմ ալիքին, եթե դա դեռ չեք կատարել, եւ կիսվեք իմ հոլովակով ձեր ընկերների հետ, եթե այն օգտակար եւ տեղեկատվական եք համարում։ Բացի դրանից հիշեցնեմ, որ բազմիցս նշել եմ, որ կրակի նշանի ներկայացուցիչները ամենակիչ դիտումներն են ապահովում իմ հոլովակների համար, եւ այս ամիսը ես բացառություն եմ կատարում եւ առաջինը նրանց եմ անդրադառնում, քանի որ այստեղ ուրեմն առույցների գլխավորությամբ նրանց մոտ շատ կարևոր ամիս է սպասվում հուլիսին, ինչու՞ չէ նաև օգոստոսին, այդ իսկ պատճառով առաջինը տեղադրում եմ կրակի նշանի ներկայացուցիչներն։ Սիրելիներս, եթե ցանկանում եք ամեն ամիս ձեզանից սկսեմ հոլովակներ, այսինքն կրակի նշաններից սկսեմ ուրեմն ի գործ եւ աշխատեք բարձրացնել դիտումները։ Դե ինչ գնացինք, առաջին նշանը իհարկե խոսելու եմ խոյերի մասին։ Մեր շատ սիրելի խոյերի մոտ բավականին կարևոր ամիս է լինելու, մի փոքր լարված, մի փոքր սթրեսային, ուրեմն տեսեք Մարս մոլորակը, ձեր գլխավոր մոլորակը ամբողջ ամսվա ընթացքում գտնվում է ձեր երրորդ ոլորտում։ Երբ Մարսը երրորդ ոլորտում է, բնականաբար այստեղ պետք չէ արագությունը շատացնել, Մարսը այստեղ արագություն է սիրում, ավտոմեքենայի հետ կապված հարցերը պետք է մի փոքր ուրեմն ուշադիր լինել, որպեսզի տեխնիկական խնդիրներ չունենաք, վթարային իրավիճակներից խուսափելու համար եւ բացի դրանից Մարսը երրորդ ոլորտում կարող է նաեւ որոշակի կոնֆլիկտային իրավիճակներ առաջացնել ձեր մտերիմների, քրոջ, եղբոր կամ անգամ հարևանի հետ։ Դե ինչ արդեն հուլիսի 2-ին Մարսը երրորդ ոլորտից լարված ասպեկտացիա է կատարում հյուսիսային կետի հետ, որը դեռևս ձեր 12-րդ ոլորտում է եւ օգոստոս ամսին պատրաստվում է այստեղից դուրս գալ։ Ուրեմն սիրելիներս, հուլիսի 2-ը լինելու է լարված օր եւ ինչպես ես նշեցի արդեն, ուշադիր ենք լինում վթարային իրավիճակների նկատմամբ։ Հուլիսի 4-ին ունենք շատ հետաքրքիր միություն, Մարսի եւ Ուրանի միությունն է, ձեր երրորդ ոլորտում անակնկալներով լի օր է լինելու։ Օրինակ, ասենք, հուլիսի 4-ին կարող եք շատ անակնկալ ճանապարհ մեկնել, կամ օրինակ հնարավոր է, որ ասենք ձեր եղբոր կամ քրոջ հետ կապված շատ անակնկալ իրավիճակ լինի, կամ նրանք, ասենք, հեռվում են ապրում, շատ անակնկալ ձեզ այցելեն, կամ եթե փաստաթղթային ինչ-որ հարցերի մեջ եք, այս պահին հնարավոր է շատ անակնկալ ստացվի այդ հարցը։ Նաև այստեղ ավտոմեքենայի առք-ու-վաճառքի հետ կապված նույնպես շատ անակնկալներ կարող են լինել, սակայն հիշեցնեմ, որ Մերկուրի մոլորակը հունիսի 29-ից հետընթաց է, նշանակում է մինչև հուլիսի 23-ը լինելու է հետընթաց, ուստի առք-ու-վաճառքից փորձեք խուսափել գոնե մինչև ամսի 23-ը։ Ամսի 5-ին նույն Մարս մոլորակը շատ լավ ասպեկտացիայի մեջ է, տրինի մեջ է Պլուտոնի հետ, սիրելիներս, ամսի 5-ը հոյակապ օր է, ընկերական հարաբերությունների համար, մեծ կոլեկտիվում աշխատելու համար, ավտոմեքենայի հետ կապված ինչ-որ հարցեր լուծելու համար, քննություններ հանձնելու համար, ինչու՞ չէ նաև on-line հարթակում կարող եք շատ լավ ընկերներ եւ հովանավորներ գտնել։ Ամսի 6-ը նույնպես լարված է լինելու, Սատուրն մոլորակը, որը ձեր առաջին ոլորտում է, սիրելի խոյեր, հավանաբար նկատել եք, որ արդեն սկսած փետրվար ամսից ձեր կյանքում ինչ-ինչ խոչընդոտներ շատացել են։ Սա Սատուրն մոլորակի ազդեցությունն է եւ արդեն ամսի 6-ին ունենալու ենք եւս մի խոչընդոտ, այստեղ փորձեք չվիճել, որովհետեւ միգուցե տան անդամներից ինչ-որ մեկի հետ կարող եք լուրջ վիճաբանություն ունենալ, հատկապես եթե այդ անդամը ձեզանից տարիքով մեծ է։ Ամսի 9-ին Վեներա մոլորակը
տեղափոխվում է ձեր 6-րդ աշխատանքային ոլորտ եւ այստեղից արդեն որոշակի լարվածություններ ունի, արդեն ամսի 13-ից Ուրանի հետ կազմում է լարված ասպեկտացիա, ամսի 13-ը անհաջող է փաստաթղթային հարցերի, բժշկի գնալու համար, աշխատանք փնտրելու համար եւ առհասարակ փորձեք այսօրը տհաճ անակնկալների օր է լինելու, փորձեք այսօրը այնքան էլ շատ չշփվեք մարդկանց հետ, որովհետև զարմանալու եք, շոկի եք ենթարկվելու, որովհետև այստեղ Ուրանն է անմիջապես այս ուրեմն ասպեկտացիայի մեջ։ Ամսի 14-ին ունենք նորալուսին եւ այս նորալուսինը տեղի է ունենում ձեր 4-րդ ոլորտում, որտեղ Մերկուրի մոլորակն է, սիրելիներս, որտեղ արևն է եւ նշանակում է այստեղ հուլիսի 14-ից հետո ինչ որ կարևոր մի բան է սկսվելու ձեր տան, ասենք վերանորոգում եք սկսելու, ասենք նոր բնակարան եք տեղափոխվելու, ասենք օրինակ նոր տուն եք գնելու, անշարժ գույք եք գնելու, կամ տան անդամների հետ կապված ինչ որ դրական հավելումներ են լինելու, ասենք ձեր տուն հյուրեր են գալու, կամ ինչ որ մեկը տան անդամներից հեռվում էր ապրում, վերադառնալու է տուն։ Նորալուսինը միշտ բերում է, ավելացնում է նորությունները մեր կյանքում։ Ամսի 20-ին ունենք լարված ասպեկտացիա։ Այստեղից արդեն պետք է մի փոքր զգուշ լինել, սիրելի խոյեր, որովհետև այս ասպեկտացիան երկու դանդաղ մոլորակների միջև է, Յուպիտերի եւ Պլուտոնի միջև եւ միջև ամսվա վերջ այս ասպեկտացիան պահպանելու է։ Իհարկե այն ձեզ համար շատ կարևոր տներ չի ներառում, 5-րդ եւ 11-րդ ոլորտների միջև է լինելու այս լարվածությունը, սակայն երբ որևիցե մոլորակ ընդդիմության մեջ է հայտնվում Պլուտոնի հետ, սիրելիներս, այստեղ պետք է առաջին հերթին մտածենք առողջության մասին եւ ամսի 20-ին ընդհանրապես շատ ուշադիր եղեք եւ ձեր առողջության նկատմամբ եւ ձեր ֆինանսների նկատմամբ եւ ինչու՞ չէ նաեւ օրինակ ասենք եթե դուք երեխաներ ունեք, երեխաների առողջության նկատմամբ։ Ամսի 23-ից արդեն Մերկուրին առաջընթաց է, դե ինչ ցանկացած արքուվաճառք ամսի 23-ից հետո արդեն կարելի է կատարել եւ հիշենք, որ օգոստոսին ունենալու ենք խավարումներ, խավարումների մասին արդեն առանձին հոլովակ կա, սիրելիներս, եթե այն դեռ չեք դիտել, կարող եք դիտել։ Եվ պետք է այդ ամենը, եթե ունեք կարևոր ինչ-որ գնումներ, անշարժ գույք կամ ինչ-որ մեքենա եք վաճառում, մի խոսքով այդ ամենը փորձեք կատարել, ուրեմն հուլիսի 23-ից հետո, ընդհուպ մինչև օգոստոսի 10-ը, որովհետև այնտեղից արդեն խավարումների միջանցքն է սկսվում։ Ամսի 29-ին ունենք միանգամից մի քանի ասպեկտացիաներ, նախ լեալուսին ունենք, որը տեղի ունենում ձեր 11-րդ ոլորտում, սիրելիներս այս լեալուսինը վերջակետ է դնում, օրինակ, ասենք ինչ-որ մարդու հետ շփմանը, օրինակ, շփվում եք ինչ-որ մեկի հետ ընկերություն եք անում, վերջ, այդ մարդու հետ ինչ-ինչ պատճառներով պարտադիր չէ վիճել, հնարավոր է այդ մարդը մեկնում է այլ երկիր եւ դուք այլևս նրա հետ չեք շփվելու, կամ այստեղ օնլայն հարթակում միգուցե ինչ-որ բիզնես էջեր ունեք կամ ինչ-որ գովազդով եք զբաղվում, այստեղ այս լեալուսինը ցույց կտա արժե այն շարունակել, թե ոչ։ Նաև 11-րդ ոլորտը ներկայացնում է մեծ կոլեկտիվը եւ հնարավոր է ամսի 29-ի լեալուսինը լուծում բերի, ասենք մինչ այդ աշխատում եք մեծ կոլեկտիվում, այլևս չաշխատեք կամ հակառակը, ասենք ամսի 29-ից հետո արդեն ձեր աշխատանքը այնպես դասավորվի, որ մեծ թվով մարդկանց հետ եք շփվելու։ Հենց նույն օրը ամսի 29-ին նշեցի նաև ուրիշ ասպեկտացիաներ ունենք, Արևի Յուպիտերի միությունն ունենք ձեր 5-րդ ոլորտում։ Սիրելի խոյեր, ընդհանրապես Արևը եւ Յուպիտերը միանում են տարին մեկ անգամ, բայց քանի որ Յուպիտերը ուրեմն տարին մեկ անգամ էլ փոխում է իր նշանը, նշանակում է նրանք ամեն տարի տարբեր ոլորտներում են հանդիպում։ Եվ այստեղ ձեզ համար շատ կարևոր, շատ հաճելի 5-րդ ոլորտում են նրանք հանդիպում։
ամսի 29-ին Արևի և Յուպիտերի այս միությունը կարող է բերել սիրահարվածություն, կարող է բերել ինչ-որ լավ աշխատանքի հնարավորություններ, կարող է բերել օրինակ հանգստի մեկնելու ինչ-որ ծրագրեր և նաև այստեղ հնարավոր է, որ ասենք եթե դուք սպասում եք լուրին, հնարավոր է, որ ասենք իմանաք, որ դուք ծնող եք դառնալու կամ արդեն ունենաք ձեր երեխան այս օրերին։ Սակայն ամսի 29-ին մի փոքր նաև անձնական հիասթափություն կա, որովհետև Վեներայի Մարսի միջև այստեղ այս երկու հակառակ սեռի մոլորակների միջև ունենք լարված քառանկյուն և այդ լարված քառանկյունը վերաբերում է անմիջապես անձնական հարթակին, նշանակում է այս օրը որոշակի հիասթափություններ, կոնֆլիկտներ կարող եք ունենալ հակառակ սեռի ներկայացուցիչների հետ։ Դե ինչ սիրելիներս, այսքան խոյերի հուլիս ամսվա կանխատեսումների մասին, այժմ ես անդրադառնամ մեր հաջորդ կրակի նշանի ներկայացուցիչներին, ասել է թե մեր շատ սիրելի առյուծներին, սիրելիներս, ձեզ համար շատ կարևոր ամիս է սկսվում և առհասարակ այս ամառն է ձեզ համար շատ կարևոր, որովհետև առյուծների կյանքը ես բազմիցս նշել եմ տարբեր հոլովակներում և խավարման հետ կապված հոլովակում և նաև Յուպիտերի մասին եմ պատմում, տարբեր հոլովակներ ունեմ, որտեղ ես առյուծներին առանձնացնում եմ ձեր կյանքը պետք է փոխվի։ Եվ նշեմ, որ հուլիսին ձեր արևը մինչև ամսի 22-ը ձեր գլխավոր մոլորակը գտնվում է 12-րդ ոլորտում, այս փակ ոլորտում, այստեղ մի փոքր կարող է առյուծների մոտ ընկճված վիճակ լինել, հատկապես նաև քանի որ Մերկուրի մոլորակն էլ նույնպես ձեր 12-րդ ոլորտում հետընթաց է, այստեղ հնարավոր է շատ ներքին կոնֆլիկտային իրավիճակներ կարող են լինել, որը օրինակ դուք ասեք, ենթադրենք չեք կարողանում լուծել, չեք կարողանում դրանց մասին բարձրաձայնել, ոչ մեկի հետ կիսվել, սակայն արևը ամսի 23-ից արդեն մուտք կգործի ձեր առաջին ոլորտ, որտեղից արդեն կսկսվեն իհարկե առյուծների ծննդյան օրերը, ինչի առթիվ ես ձեզ շնորհավորում եմ, մաղթում եմ ձեզ քաջ առողջություն։ Հենց ամսի 23-ից էլ Մերկուրի մոլորակը կսկսի իր առաջընթացը և նշանակում է ամսի 23-ից ձեզ համար միգուցե ավելի լավ ժամանակահատված կսկսվի, միգուցե ընչակերտավոր, որովհետև լարված է լինելու, սիրելիներս, սակայն այս լարվածությունները, ինչպես մենք գիտենք, չկա չարիք առանց բարիքի, սրանք բերում են որոշակի խնդիրների լուծման, այսինքն հարցեր, խնդիրներ, որոնք մենք տարիներ շարունակ չենք լուծել, այս լարվածությունները, սթրեսային իրավիճակները, մոլորակները, այս լարված ասպեկտացիաները, սրանք մեզ տրտում են, որ մենք վերջապես մտածենք այդ խնդիրների լուծման մասին։ Եվ նշեցի, որ Յուպիտեր մոլորակը հունիսի 29-ից արդեն ձեր առաջին ոլորտում է, այսինքն շուրջ 1 տարի այստեղ է լինելու, Յուպիտերի մասին ունեմ առանձին հոլովակ, եթե այն դեռ չեք դիտել, դիտեք, կհասկանաք, թե այն առյուծների համար որքան կարևոր է լինելու, հոլովակի հղումը կթողնեմ այս հոլովակի ներքո, և սիրելիներս սկսենք արդեն ամսվա սկզբից վերլուծենք, տեսնենք, թե ինչ օրեր մենք ունենք, նախ ձեզ համար շատ կարևոր հուլիս է սպասվում, որովհետև այստեղ Պլուտոն մոլորակն է ձեր 7-րդ ոլորտից բավականին ակտիվ և նշանակում է, այստեղ նաև ամսի 29-ին ունենք 7-րդ ոլորտում լեալուսին, սիրելիներս ամիսը միտված է լինելու ավելի շատ կողքի մարդկանց հետ հարցերը պարզաբանելու վրա։ Ամսի 4-ին ունենք Մարսի Ուրանի միությունը ձեր 11-րդ ոլորտում, սա նշանակում է ինչ-որ անակնկալ ֆորս մաժորային իրավիճակ կարող է լինել ընկերական շրջապատում, տեսեք, Ուրանը չենք կարող կանխատեսել ինչպիսի անակնկալ կարող է մատուցել,
Սակայն Մարսը, քանի որ ինքը ագրեսիվ մոլորակ է, ենթադրում եմ, որ այս երկուսի միությունը այնքան էլ հաճելի չի դարձնի ձեր օրը եւ հնարավոր է, որ ինչ-որ կոնֆլիկտային իրավիճակ ստեղծվի, օրինակ ասենք այն կոլեկտիվում, որտեղ աշխատում եք, կամ այն ընկերական շրջապատում, որոնց հետ դուք շփվում եք ամեն օր։ Ամսի 5-ին սակայն ունենք շատ լավ ասպեկտացիա Մարսի Պլուտոնի միջև, հոյակապ օր է այսօրը, կարելի է միջոցառումների մասնակցել, կարելի է բժշկի գնալ, կարելի է ֆինանսական ցանկացած գործարք իրականացնել եւ նաեւ չի բացառում, որ ամսի 5-ին կարեւոր մարդկանց հետ ծանոթանաք, որոնք ֆինանսական առումով հետագայում ձեզ կարող են օգնել։ Դրա փոխարեն ամսի 6-ն է լինելու լարված, այստեղ ձեր գլխավոր մոլորակ արևը 12-րդ ոլորտից լարված քառանկյան մեջ է Սատուրնի հետ, որը ձեր 9-րդ ոլորտում է, նշանակում է ամսի 6-ին ճանապարհ չենք գնում, ուրեմն պետական հաստատությունների այցերը թողնում ենք հետո, դատական խնդիրները այստեղ կարող են այլ ընթացք ստանալ, այսինքն ձեզ համար ոչ բարեհաջող, եւ նաեւ 9-րդ ոլորտը ներկայացնում է ուրեմն ուսումնական ծրագրերը, եթե հուլիսի 6-ին ինչ-որ քննություն ունեք, դասընթաց ունեք, այն կարող է այնքան էլ հաջող չլինել։ Ամսի 9-ին Վեներա մոլորակը տեղափոխվում է ձեր երկրորդ ոլորտ։ Իհարկե, առաջին ամսվա առաջին մեկ շաբաթը Վեներան ձեր առաջին ոլորտում է, այստեղ ձեզ մի փոքր զուգում է, սակայն երբ Վեներան տեղափոխվում է երկրորդ ֆինանսական դաշտ, այն համենայն դեպս ձեզ համար ավելի բարենպաստ է, որովհետև այստեղ դուք ավելի շատ ոչ թե կծախսեք, այլ ավելի շատ կմտածեք վաստակելու մասին։ Սակայն Վեներան այստեղ երկրորդ ոլորտից մի քանի լարված ասպեկտացիաներ ունի եւ ամսի 13-ին արդեն ունենք Վեներա Ուրան լարված քառանկյունը։ Այս քառանկյունը բերելու է խնդիրներ ֆինանսական հարցերում եւ շատ ուշադիր եղեք ամսի 13-ին, որպեսզի հաքերների ձեռքը չընկնեք, այստեղ 11-րդ ոլորտն է, on-line հարթակն է, ներդրումներ չկատարեք, անծանոթ մարդկանցից գնումներ չկատարեք on-line, որտեղ այստեղ գումար կորցնելու վտանգը շատ մեծ է։ Ամսի 14-ին ունենք նորալուսին, այս նորալուսինը ձեր 12-րդ ոլորտում է, ինչ-որ նոր բան պիտի սկսվի ձեր կյանքում, որի մասին դեռ դուք չեք ցանկանում բարձրաձայնել, հնարավոր է, ասենք ձեզ աշխատանք առաջարկեն, որը դուք պետք է տանից կատարեք։ Ամսի 18-ին ունենք շատ լավ ասպեկտացիա Ուրանի եւ Պլուտոնի միջև սիրելիներս եւ այս ասպեկտացիան պահպանվում է ամբողջ ամիս, տեսեք Պլուտոնը ձեր 7-րդ ոլորտում է, Ուրանը 11-րդ ոլորտում է, այն բերում է հնարավորություններ on-line հարթակում կայանալու, նոր հաճախորդներ ձեռք բերելու, նաև ֆինանսական շատ լավ գործարքների ժամանակահատված է, սակայն նշեցի Մերկուրին մինչև ամսի 23-ը հետընթաց է, փորձեք պլանավորել, բայց դեռ չկատարել, 23-ից հետո արդեն կարելի է։ Սակայն ամսի 20-ին նաև ունենք լարվածություն Յուպիտերի եւ Պլուտոնի միջև, այստեղ արդեն սիրելի առուստներ պետք է շատ զգույշ լինել, հիշում ենք Յուպիտերը ձեր առաջին ոլորտում է, Պլուտոնի հետ ընդդիմության մեջ է եւ սա նշանակում է, որ սա անմիջապես ձեր առողջությանը կարող է վերաբերել, ինչու՞ չէ նաեւ ձեր անձնական հարթակին կարող է վերաբերել, այս երկուսը նույնպես դանդաղ մոլորակներ են եւ այս ասպեկտացիան մեկ շաբաթ պահպանվելու է երկնքում, ուստի շատ ուշադիր ենք լինում ամսի 20-ից սկսած նախ առողջության նկատմամբ, երկրորդը որպեսզի սիրելիների հետ չվիճենք։ Ամսի 23-ից նշեցի արդեն Մերկուրին առաջընթաց է, վերջ կարելի է ցանկացած գործարք իրականացնել մինչև օգոստոսի 10-ը, մինչև խավարումների միջանցքը։ Ամսի 27-ին նույնպես ունենք լարվածություն, տեսեք այստեղ արդեն արևի եւ Պլուտոնի միջև է, որովհետեւ արևը արդեն ամսի 23-ից տեղափոխվում է ձեր առաջին ոլորտ եւ կրկին ձևավորում է այն նույն ընդդիմությունը, որը կար Յուպիտերի եւ Պլուտոնի միջև։ Արևի Պլուտոնի այս ընդդիմությունը նույնպես խոստանում է, որ ամսի 27-ը ձեզ համար անցնելու է
լարված, վատ ինքնազգացողությամբ, վատ տրամադրությամբ, կոնֆլիկտային իրավիճակներով։ Եթե դուք այս ամենի մասին արդեն նախապես տեղեկացված եք, դուք պարզապես կարող եք ամսի 27-ին ուղղակի հետևել ձեզ, ոչ մեկի հետ չվիճել, մինչև այդ օրը անցնի։ Եվ ամսի 29-ի մասին խոսեմ, այստեղ ունենք լիալուսին, այս լիալուսինը տեղի է ունենում ձեր 7-րդ ոլորտում, նշանակում է ինչ-որ մի հարց կապված հաճախորդների հետ, կապված ընկերների հետ, կապված սիրածեակի հետ, կապված ձեր ամուսնու կամ կնոջ հետ, այստեղ այդ հարցը պետք է լուծվի, եթե կար կոնֆլիկտային իրավիճակ, այն լուծվում է, կամ օրինակ ասենք ձեր հաճախորդի հետ կար ինչ-որ խնդիր, այդ հարցը լուծվում է։ Եվ ամսի 29-ին նաև նույն օրը լիալուսնի օրը Արևը և Յուպիտերը միանում են ձեր առաջին ոլորտում, հատկապես այս միությունը ուժգին կզգան այն առյուծները, ովքեր ծնվել են հուլիսի 25-ից 30-ը ժամանակահատվածում, ասեմ ինչու, որովհետև սա արդեն միանգամից իր մեջ ներառում է ձեր անձնական արևին, անձնական քարտեզով, ձեր արևը նույնպես գտնվում է այս ժամանակահատվածում, սիրելիներս, երբ որ այս միությունն է տեղի ունենում, և Արևն ու Յուպիտերը տարին մեկ անգամ հանդիպում են, սակայն տարբեր նշանների ներքո տարբեր ոլորտներում, այստեղ նրանք հանդիպում են ձեր առաջին ոլորտում, սիրելի առույցներ, ամսի 29-ը շատ հետաքրքիր, շատ բազմանշանակ օր է լինելու, որը խոստանում է, որ ձեզ համար այն շատ դրական և ուրեմն արդյունավետ կանցնի։ Դե ինչ սիրելիներս, այսքանը առույցների հուլիս ամսվա կանխատեսումների մասին, այժմ ես անդրադառնամ մեր վերջին կրակի նշանի ներկայացուցիչներին, ասել է թե մեր շատ սիրելի աղեղնավորներին։ Սիրելիներս, ձեր գլխավոր մոլորակ Յուպիտերը հունիսի 29-ից տեղափոխվել է ձեր 9-րդ ոլորտ։ Նշեմ Յուպիտերի մասին, ունեմ առանձին հոլովակ, եթե դեռ չեք դիտել, կարող եք այն դիտել։ Յուպիտերի 9-րդ ոլորտում շատ բարենպաստ է, այս մասին այլևս չեմ պատրաստվում բարձրաձայնել, եթե ձեզ հետաքրքրեց, կարող եք դիտել Յուպիտերի հոլովակը, և ամբողջ ամսվա ընթացքում Յուպիտերը բավականին ակտիվ է լինելու ձեր 9-րդ ոլորտից։ Դե ինչ հուլիսի 2-ին Մարսը, որը ձեր 7-րդ ոլորտում է, լարվածության մեջ է հյուսիսային կետի հետ 10-րդ ոլորտում, հուլիսի 2-ին չենք վիճում, սիրելի աղնավորներ, ձեր գործատուի հետ, ձեր ղեկավարության հետ, ձեր ամուսնու կամ կնոջ հետ, ձեր հաճախորդի հետ, այսօրը լարված օր է լինելու։ Ամսի 4-ն էլ բավականին լարվածություն կունենա, սակայն այդ լարվածությունը կլինի անակնկալների տեսքով, որովհետև Մարսի և Ուրանի միջև ունենք միություն ձեր 7-րդ ոլորտում, նշանակում է ամսի 4-ին կարող ենք ունենալ ոչ միայն բացասական, այլ նաև շատ դրական ինչ-որ անակնկալ իրավիճակներ, օրինակ ասենք ձեր ամուսնու կամ կնոջ կողմից կարող եք ինչ-որ նվեր ստանալ կամ ձեր հաճախորդը ձեզ կարող է զարմացնել ինչ-որ առումներով։ Ամսի 6-ին ունենք լարվածություն Արևի և Սատուրնի միջև, այսօրը կարող է ֆինանսական ինչ-որ խնդիր ծագել կապված ձեր երեխայի հետ կամ կապված ձեր ուրեմն սիրած էակի հետ, նաև եթե դուք ցանկանում եք արձակուրդ մեկնել, այստեղ ամսի 6-ին կարող եք հասկանալ, որ ձեր ֆինանսները չեն հերիքում։ Ամսի 9-ին Վեներա մոլորակը տեղափոխվում է ձեր 10-րդ ոլորտ, նշեմ, որ Վեներան 10-րդ ոլորտում իրեն այնքան էլ լավ չի զգում, այնքան էլ լավ չի դրսևորում իրեն, որտև ունի այստեղ լարվածություններ որոշակի և հենց ամսի 13-ին արդեն Վեներայի Ուրանի միջև ստեղծվում է լարված քառանկյուն։ Սիրելիներս, Ուրանի մասին նույնպես ունեմ առանձին հոլովակ, այն նույնպես կտեղադրեմ այս հոլովակի ներքո, ուրեմն տեսեք, Ուրանը ձեր 7-րդ ոլորտում, ես նշել եմ, որ առաջիկա 7 տարիների ընթացքում շատ լուրջ հեղաշրջում է առաջացնելու կապված ձեր կողքի մարդկանց հետ, այսինքն ամբողջությամբ ձեր շրջապատը պիտի փոխի Ուրանը, և արդեն Ուրանը գործի է անցել, ամսի 13-ին դուք կզգաք արդեն, որովհետև այստեղ
շատ լուրջ ուրեմն իրավիճակ կարող է առաջանալ կապված օրինակ ձեր ղեկավարության հետ։ Հնարավոր է ամսի 13-ին վիճաբանություն, ինչ որ տարաձայնություն լինի կապված ձեր վերադասի հետ եւ ասենք դուք չցանկանաք այլևս նրա հետ աշխատել կամ ինչ որ սպասարկման ոլորտում եք, այստեղ հաճախորդների հետ նույնպես կարող են խնդիրներ առաջանալ, տհաճ խնդիրներ։ Ամսի 14-ին ունենք նորալուսին ձեր 8-րդ ոլորտում սիրելի աղեղնավորներ, եթե դուք ինչ որ բանկային գործարքներ եք ցանկանում կատարել, ինչ որ մեծ ֆինանսների հետ կապված հարցեր ունեք, ապա ամսի 14-ից հետո այս նորալուսինը կբերի ձեզ հնարավորություն կատարելու այդ գործարքները։ Սակայն հիշեցնեմ, որ Մերկուրին մինչև ամսի 23-ը հետ ընթաց է, հենց ձեր իսկ 8-րդ ֆինանսական ոլորտում նշանակում է կարելի է պլանավորել, կարելի է թղթերը հավաքել, կարելի է արդեն զբաղվել, բայց չկատարել դեռևս գործարքը, որովհետև երբ Մերկուրին հետ ընթաց է, մենք կարծես թե ինչ որ ուրեմն աղոտ ենք գիտակցում, թե ինչ գործողություն ենք կատարում եւ հնարավոր է հետագայում հիասթափվեք, օրինակ, ասենք ձեր գումարը ենթադրենք վարկ եք վերցնում, հիպոթեք եք ձևակերպում, շատ բարձր տոկոսներով լինի հետո զղջակ դրա համար։ Ուրեմն դա կատարեք ամսի 23-ից հետո։ Ամսի 18-ին ունենք շատ լավ ասպեկտացիա սիրելիներս Ուրանի եւ Պլուտոնի միջև, այս երկուսը բարձր մոլորակներ են եւ դանդաղ են շարժվում, նշանակում է այս ասպեկտացիան մինչև ամսվա վերջ պահպանվելու է։ Ուրանը նշեցի 7-րդ ոլորտում է եւ այստեղ շատ դրական է ազդելու ձեզ վրա, Պլուտոնը 3-րդ ոլորտում է, սիրելիներս, նշանակում է ավտոմեքենայի հետ կապված հարցերը շատ հաջող կարող եք լուծել, հնարավոր է ամսի 18-ը անցնի շատ լավ դրական անակնկալներով կապված, օրինակ ինչ որ մեկի միջոցառմանը մասնակցեք կամ ասենք ինչ որ տեղ գնաք ընկերական շրջապատով կամ ձեր սիրած էակի հետ, նաև ամսի 18-ը շատ հաջողավոր է փաստաթղթային հարցեր լուծելու համար։ Ամսի 20-ին սակայն ունենք արդեն Յուպիտերի Պլուտոնի ընդդիմությունը։ Յուպիտերը նշեցի ձեր 9-րդ ոլորտում է, ձեր գլխավոր մոլորակն է եւ այստեղ արդեն սկսում է արտահայտվել Յուպիտերը։ Ուրեմն տեսեք Պլուտոնի հետ գտնվում է ընդդիմության մեջ ամսի 20-ին ոչ մի դեպքում ճանապարհ չեք գնում, որտեղ շատ լուրջ վթարային օր կարող է լինել ձեզ համար։ Նաև այսօրը հաջող չէ ուրեմն նշեցի օտար երկիր ճամփորդելու համար, նաև քննությունների համար, նաև պետական հաստատություններ այցելելու համար, օրինակ ամսի 20-ին կարող են ասենք մերժել ձեր վիզան։ Ամսի 23-ից Մերկուրին առաջընթաց է, այստեղ այն ձեր 8-րդ ոլորտում էր նշեցի եւ վերջ, արդեն ֆինանսական բոլոր գործարքները կարելի է իրականացնել։ Սակայն հիշեցնեմ, սիրելիներս, որ օգոստոսին ունենալու ենք լարված ուրեմն խավարումների ամիս, սա նշանակում է, որ ձեր ֆինանսական բոլոր գործարքները կատարեք հուլիսի 23-ից հետո մինչև ուրեմն օգոստոսի 10-ը, մինչև խավարումների միջանցքը։ Խավարումների մասին նույնպես ունեմ առանձին հոլովակ, եթե դեռ չեք դիտել, կարող եք այն դիտել հասկանալու համար, թե ինչ փոփոխություններ այն կարող է բերել ձեր կյանք։ Ամսի 29-ին միանգամից մի քանի ասպեկտացիաներ ունենք երկնակամարում, այստեղ ունենք լիալուսին ձեր 3-րդ ոլորտում, վերջակետ է դրվում, օրինակ ասենք հարևանի հետ կապված ձեր կոնֆլիկտին, կամ օրինակ ասենք ձեր եղբայրը կամ ձեր քույրը ինչ որ իրավիճակ ունեին, որը լուծվում է, կամ չգիտեմ, ամուսնանում են, գնում են, կամ մեկնում են այլ երկիր, կամ այստեղ ինչ որ փաստաթղթային հարց ի վերջո լուծվում է ամսի 29-ին կամ նրա մոտակա օրերին, կամ ինչու՞ չէ նաև օրինակ մեքենաներ եք ցանկանում վաճառել, այստեղ ամսի 29-ին վաճառեք ի վերջո։ Հենց ամսի 29-ին նաև ունենք Արևի Յուպիտերի միությունը ձեր 9-րդ ոլորտում, սիրելիներս, այսինքն տեսեք Արևը եւ Յուպիտերը միանում են տարին մեկ անգամ, սակայն քանի որ Յուպիտերը ամեն տարի տարբեր նշանների ներքո է լինում, մեկ տարի է լինում, այստեղ այս միությունները լինում են տարբեր ոլորտներում, սա նշանակում է, որ Արևի եւ Յուպիտերի միությունը 9-րդ ոլորտում մեկ էլ կլինի 12 տարի անց, սա նշանակում է, որ այս
ցիկլը, որը կսկսվի ամսի 29-ին, այսինքն ինչ որ իրավիճակ կստեղծվի կամ ինչ որ շատ լավ հարց ձեզ համար կլինի, ասենք ապրելու օտար երկրում կամ ճամփորդելու կամ աշխատելու դատական ինչ որ համակարգում, տեսեք, այդ ամենը 12 տարի արդի է լինելու ձեր կյանքում։ Եվ հենց նույն օրը ամսի 29-ին կարող ենք ունենալ որոշակի անձնական հիասթափություններ Վեներայի եւ Մարսի լարված, ուրեմն քառանկյունն է այստեղ։ Այսօրը ամսի 29-ը ընդհանրապես լիալուսինները լինում են լարված, սիրելիներս, եւ եթե ավելացնենք, որ այստեղ ունենք լրացուցիչ լարվածություն Վեներայի եւ Մարսի կողմից, ուրեմն պետք է չվիճենք սիրելիների հետ։ Դե ինչ, սիրելիներս, այսքանը հուլիս ամսվա կանխատեսումների մասին, կհանդիպենք հաջորդ հոլովակում, առայժմ։